Ողջույն, սիրելի աղաղնավորներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով։ Այսօր կիսաստվերային լուսնի խավարումն է, ասել է թե մարտի 25-ը եւ այսօր առավոտյան ժամը Հայաստանի ժամանակով 11:00-11:11-ին տեղի ունեցել ուրեմն լուսնի խավարումը շերքի նշանում 6 աստիճանում եւ ստացվում է, որ հաջորդ արևի խավարումը դա կլինի ապրիլի 8-ին եւ այդ ընթացքում այդ ժամանակահատվածում մենք կգտնվենք խավարման միջանցքում։ Ես ձեզ միշտ զգուշացնում եմ, որ խավարման միջանցքում հարկավոր է լինել զգոն, պարզապես զգոն եւ ցանկացած իրադարձություն, որը իր մեջ պարունակում է ռիսկեր, մենք լինում ենք զգուշ։ Այսպես եւ հիմա ձեզ մոտ այստեղ կարծես թե ձեր գաղափարակիցների ընկերների հետ է կապված, միգուցե ձեզ համար པարզ լինի կամ այստեղ երեխայի թեման կարող է լինել կամ ձեր կողակցի հետ երեխայի թեման լինել, այսպես ասենք, եւ դա կարող է ձեզ համար կամ ձեր իհարկե տարբեր մարդկանց մոտ տարբեր կարող է լինել բոլոր դեպքերում ընտանեկան թեման կա, սիրո թեման կա եւ այստեղ պարտների սիրած ազնվորության թեման կա եւ դա ինչ որ առնու ձեզ հասկանալի կլինի ձեր հետագա անելիքները ինչպես են խնդիրները լուծվում եւ այդ ընթացքում իհարկե զգուշացրեցի ոչ մի նոր բան չենք սկսում եւ պարզապես լինում ենք զգոն եւ վերջ։ Ապրիլ ամիսը ընդհանրապես ինքը ծանր ամիս է, որտեղ էմոցիաները բավականին բարձր են ընտանիքում, կարող են էմոցիաները բարձր լինել նրանք, ովքեր տղա երեխա ունեն, հատկապես եւ այստեղ լարվածություն կլինի ընտանիքում, պետք է ուշադիր լինեք, միգուցե արտերկրի հետ կապված ձեր նպատակների ապագայի հետ կապված մտածում եք ինչպես պետք է անել, ոնց պիտի անել եւ դա ձեզ անհանգստությունն է պատճառում, տան թեման, միգուցե ոմանց մոտ բնակարանի թեման, անշարժ գույքի թեման կամ երեխաների ընտանիքի անդամների թեման, այսպիսի հարցերի մեջ եք հարգելիներս եւ անհանգստանում եք։ Այդ առումով ասացի, որ ապրիլ ամիսը լարված կլինի եւ ես ձեզ խորհուրդ կտայի, որ ոչ մի որոշում չկայացնեիք ապրիլ ամսին։ Այդպես եւ ես նշեմ, որ լիալուսին է լինելու ապրիլի 24-ին 8-ին ուրեմն արևի ամբողջական խավարումը կլինի, Մերկուրին կդառնա հետընթաց Վեներան երկու անգամ կհասցնի փոխել իր նշանը եւ Մարսը իհարկե կփոխի իր նշանը, արևը եւս կփոխի իր նշանը։ Ահա այս իրադարձություններն են հիմնական իրադարձությունները եւ հիմա ես նշեմ, որ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 25-ը ես հենց սկզբից էլ ասեցի ամբողջ ապրիլ ամիսը այստեղ հնարավոր է որ դուք վերանայեք, այստեղ երեխայի թեման կարող է լինել ոմանց մոտ կամ սիրած անձնավորությունը կամ իրենց բիզնեսի աշխատանքի թեման կարող է լինել միգուցե ասենք երեխան, տղա երեխան ասացի, ասենք այնպիսի տարիքում է, պիտի գնա բանակ եւ այստեղ անհանգստություն կա շատերի մոտ այդպիսի թեմա կլինի կամ պարզապես այլ թեմաներ եւս, որ անհանգստացնում է եւ դուք կվերանայեք այդ թեմաները եւ դա էլ հենց ձեզ մոտ կարող է առաջացնել լարվածություն այսպիսի թեմաներ կան, այնպես որ պիտի խնայեք ձեր նյարդերը, որտեղ կարող է դա առաջացնել գլխացավ, սրտի խնդիրներ ունեցողների համար դա կարող է եւս դժվար լինել, այնպես որ ուշադիր եղեք։ Այնուհետև 5-ին Վեներան կմտնի, այստեղ տեսնում եք խոյի նշան եւ իհարկե նորից կարծես թե սիրո թեման է, երեխայի թեման է, քննարկում ընտանիքի անդամները եւս այստեղ կարող են լինել, ֆինանսական հարցեր կարող են քննարկվել, այսպիսի բաներ եւ 8-ին իհարկե տեղի կունենա արևի ամբողջական խավարումը Հայաստանի ժամանակով 22:20 արևի լուսինը կմիանան 20 աշճանում խոյի նշանում եւ այստեղ կարծես թե նոր սկիզբ է դրվում, նոր հարաբերություններ են, գիտեք ինչ, հնարավոր է ոմանց մոտ հատկապես եթե պես լավ ասպեկտացիաներ կլինեն, հնարավոր է ինչ-որ մի նոր սկիզբ դրվի սիրած անձնավորությունների միջև եւ այդպես ինքը լավ խավարում է, միգուցե լավ լինի, եթե չեք ունենա լավ ասպեկտացիաներ, ուրեմն ինչ կարող եմ ասել, բոլոր դեպքերում այս խավարումը
լավ խավարում է կամ ասենք երեխաների հարցը միգուցե փորձեք կարգավորել եւ ձեր ուզած արդյունքը ստանալ կամ ձեր ուզած ճանապարհով ուղղորդել նաև ձեր երեխային այսպիսի թեմաներ եւս կարող են լինել այնուհետև 10+-1 օր այստեղ ես ես խոր կտայի որ տանը ուշադիր լինեք կոնֆլիկտներ չսարքեք ինչ որ խոսակցություններ եթե մեծահասակ ունեք իր առողջության հանդեպ լինեք ուշադիր եւ իհարկե նաեւ դա պայմանավորված է ձեր ծննդյան քարտեզով թե ինչպիսի ասպեկտացիաներ կունենաք բոլոր դեպքերում ես կուշացնեմ սա կարող է պետական կառույցների հետ եւս կապված լինի տան ընտանիքի թեման լինի երեխայի թեման եւս այնուհետեւ 17-ից 21 ապրիլի մենք ունենք հետևյալ ասպեկտացիան, այստեղ մոլորակները Ուրանը եւ Յուպիտերը միանում են սպիտակ լուսինը եւս մասնակցում է այդ ամենին եւ այս միացության մասին ես ունեմ վիդեո, որ կտեղադրեմ հենց այս վիդեոյի ներքևում հղումը եւ դու կարող եք նայել, որովհետեւ դա շատ կարեւոր միացություն է, դա կարող է ձեր կյանք բերել 180 աստիճան փոփոխվի ամեն ինչ, փոփոխություն բերի ձեր կյանք եւ լավ թե վատ արդեն դա պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, եթե դա կարող է վերաբերել եւ ձեր առողջությանը եւ երեխայի թեմային ոմանց մոտ ուշադիր եղեք, որովհետեւ հատկապես եթե ասենք առյուծի նշանում, ջրհոսի նշանում 20, 21 22-23 19-ն էլ կարող է ինչ որ ժամանակ ներառվել նաև այդտեղ եթե մոլորակներ ունեք ուրեմն դա կարող է ձեզ մոտ առողջական խնդիր առաջացնել այնպես որ ուշադիր եղեք այդ թեմայի շուրջ սիրո թեման, ամուսնության թեման, կարող է երեխայի թեման կարող է լինել եւ նաեւ եթե ողնաշարի խնդիր ունեք, այստեղ կարող են թե ճնշման թե ողնաշարի խնդիրներ ձեզ մոտ առաջանալ եւ ասեցի որ ուրեմն այդպես պատտվում է, հա սրտի թեման եւ 19-ին այդ ընթացքում իհարկե այդ միացան ժամանակ է որ 19 ամսի 19-ին ապրիլի արևը կփոխի իր նշանը եւ կմտնի ձեր 6-րդ տուն ոմանց համար դա կարող է լինել 5-րդ տուն բոլոր դեպքերում արևը կփորձի ինչ որ առումով օգնել 24-ին տեղի կունենա լիա լուսինը Հայաստանի ժամանակով գիշերը 3:48 րոպե 50 վայրկյան արևի լուսինը կհակադրվեն եւ 5 աստիճանում լուսինը կգտնվի կարիճի նշանում դա ձեր սիրելի աղեղնավորներ 12-րդ տունն է եւ սա միգուցե ձեր առողջականի հետ ավարտվում է ինչ որ բան բոլոր դեպքերում լուսինը դա ինչ որ բան ցավեցնում է այս լիա լուսինը կարիճի նշանում դա այդքան էլ լավ չէ իսկ խոր կտայի հետևել ձեր առողջությանը եւ ձեր խնդիրներին իհարկե լավ կլինի որ ասացի առյուծի եւ ջրհոսի նշանում եւ ինչպես նաեւ կարիճի նշանում դուք ճունենաք այդ ասպեկտացիան այդ գրադուսներում 20, 21, 22, 23 մոլորակներ չունենաք եւ ուրեմն այդտեղ խնդիրներ չառաջանա, այսպես ավելի հեշտ կկարողանաք հաղթահարել բոլոր դեպքերում դա կա տեսնում եք խավարման միջան խավարումով ենք մենք մտնում խավարով մտնում ենք ապրիլ ամիս այդ ասպեկտացիան որ 84 տարի մեկ անգամ է լինում եւ կարող է ձեզ մոտ ինչպես որ նշեցի հաղորդումը կնայեք ձեզ համար շատ ավելի པարզ կլինի այդտեղ մոլորակներ ունենալ դա խնդիր ստեղծի եթե չունենաք ուրեմն շատ ավելի լավ կամ միգուցե ես այնտեղ արդեն ասում եմ հիմա չմանրամասնեմ թե որ նշաններում մոլորակներ ունենալու դեպքում դա լավ է կարող եք ձեր քարտեզը նայել հիմա արդեն շատերը ունեն ես բոլորին տալիս եմ իհարկե ովքեր ինձ մոտ անցնում են կոնսուլտացիա այնպես որ ուրեմն կարող են նայել իրենց քարտեզը եւ հասկանալ իրենք այդտեղ ունեն թե ոչ նայեք անպայման այդ վիդեոն եւ եղեք տեղեկացված դա էլ այդպես եւ 29-ին Վեներան նորից կփոխի իր նշանը այստեղ կարծես թե հավաքվում են բոլորը ձեր 6-րդ տանը միգուցե աշխատանքի հետ կապված ինչ որ հանդիպումներ լինեն գիտեք ինչ 6-րդ տանը այստեղ կարող է նաև աշխատանք տալ կամ ոմանք կարող են մի քանի աշխատանք ունենալ ոմանք էլ կարող են այդ բոլորը միանգամից կորցնել
այսպիսի բան կարող են եւ առողջականին վերաբերել եւ աշխատանքին, որ դուք կարող եք կորցնել պարզապես կարող է ինչ-որ բան փակվել, եթե լավ ասպեկտացիա ունեք, ընդհակառակը ուրեմն մի քանի աշխատանք անեք, գումար կվաստակեք, դա մասամբ շատ տարբեր է, ձեր անձնական քարտեզով է պայմանավորված եւ 30-ին արդեն ի վերջո Մարսը, որ այդպիսի հոգեբանական խնդիրներ է ստեղծում ինքը բոլորի համար իհարկե ձեր արդեն ընտանիքի հետ կապված ընտանիքի երեխաների տան բնակարանի թեմայով խնդիրներ է ստեղծում այլևս ինքը կմտնի խոյի նշան եւ այդ ժամանակ կարծես թե ամեն ինչ կկարգավորվի այդ էմոցիաները կսառեն եւ մարդիկ արդեն Մերկուրին էլ կլինի ուղղընթաց եւ կկարողանան այդպես սառը առանց էմոցիաների իրենց ուրեմն քայլերը, իրենց գործողությունները կատարել դրա համար այստեղ մի քանի ասպեկտացիա կա ապրիլին, կարծես թե հավաքվում է, հա, Օրան, Յուպիտեր, Մերկուրին, Մարսը եւ այլն, այսպես հավաքվում է եւ այս ամբողջությունը առաջացնում է թե էմոցիաներ, թե անհանգստություն, թե սրտի խնդիր, թե ողնաշարի, թե ճնշման եւ թե ուրեմն գլխացավեր ասեցի, այսպիսի խնդիրներ են առաջանալու ապրիլին։ Բոլոր դեպքերում նրանք ովքեր խնդիրներ ունեն առողջական տարիքի հետ պայմանավորված ոմանց մոտ, ով գիտի, բոլոր դեպքերում ուշադիր եղեք, կամ եթե ձեր տանը կա մեծահասակ տատիկ, պապիկ, մայր եւ այլն, հայր, ուրեմն ուշադիր եղեք իրենց հանդեպ եւս այսպիսի բաներ մի քիչ ոնց որ տխուր ստացվեց դե հիմա բոլորս տեսնում ենք այս վիճակում ենք բոլոր դեպքերում պետք չի հուսահատվել ամեն ինչ լավ կլինի դուք միգուցե լավ ասպեկտացիաներ ունեք եւ ձեր մոտ ընդհակառակը ամեն ինչ շատ լավ է լինում ինչ որ բնակարան եք կառուցում բնակարան եք գնում կամ ասենք շատ անսպասելի այդպես աշխատանք գումարներ եւ այլն դուք կարողանում եք արտերկրից ձեռք բերել այսպես էլ կարող է լինել բայց լավը լավ է որ ինքը որ մեծ իրադարձությունները կատարվում են լավին ինչ որ պատրաստվել պետք չի բայց երբ ասենք գիտենք այդ խնդիրներ ավելի լավ է պատրաստվենք որպեսզի փորձենք շրջանցել, ասենք կոնֆլիկտը շրջանցել կամ հասկանում ենք երբ սա կարող է մեր առողջությանը վնաս հասցնել, գոնե հնարավորինս հասցնել դա մինիմալի։ Բոլոր դեպքերում կան տարբերակներ, հիմա չեմ կարող թվարկել, բայց կան տարբերակներ, երբ նախորդ գիտես, դու արդեն այդպես կարող ես պաշտպանվել։ Այնպես որ ամեն ինչ լավ կլինի, լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս սիրելի աղեղնավորներ առայժմ։